Փառքաստուն այսօրվա համարել, ովքեր են ուրախ, որ այստեղ են, ամեն, այսօր մի հատ հնարավորություն ատվե ամեն մեկիս Աստված, որ մենք հիմա իր ներկայության մեջ ենք և կարողանում ենք լսել իր ամեն խոսքը, ամեն, այսօրվա իմ խոսքս ես այսպես եմ վերնագրել, հավատքը լսելուց է, հիմա շատերդ մի անգամից հիշեցիք Հռոմեացիս 10:17 խոսքը, որ ասում է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Այս համարը եկեք բառ առ բառ բացենք։ Լսել նշանակում է ընկալել, սիրտը լսնել, լուր ստանալ։ Խոսք կարդալուց, լուր լսելուց մեր սրտի մեջ սերմ է ընկնում, որից սկսվում է ծնունդ։ Բարի սերմ ընկնի, բարի պտուղ կտա։ Չար սերմ ընկնի, չար պտուղ կբերի։ Ուշադիր լինենք, թե մեր սրտի դուռը ում համար ենք բացում։ Աստծո խոսքի համար բաց սիրտը վերածնվում է, աճում է և բարի պտղատու այգի է դառնում։ Մեր ժամանակներում անչափ լսելու թեմաներ կան, համացանցը 2 րոպե, որ թերթում ես, ինչ նորություն ասես, լսում և կարդում ես։ Այսպիսով լսելը և մեր սրտի դուռն է և մեր սրտում ընկած սերմը։ Եկեք մեկ անգամ էլ վերհիշենք Հռոմեացիս 10:17 խոսքը։ Հավատքը լսելուց է և լսելը Աստծո խոսքից։ Աստծո խոսքն է, որ լուսավորում է մեր սիրտը և սովորեցնում ճշմարտություն։ Հովհաննես ավետարան 8:32 խոսքն ասում է. ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ։ Աստծո խոսքն է, որ վստահություն է սովորեցնում, վստահել Հայր Աստծուն, անգամ անհնարին թվացող իրավիճակներում։ Հավատքը հոգու սնունդն է, ուժն է, չես կարող վստահել մեկին, որին չես ճանաչում, ոչ էլ նրա մասին լսել ես։ Աստծո խոսքը կարդալով կենդանանում է մեր մեջ, ճանաչողություն ենք ձեռք բերում և ավելանում է։ Եթե ուզում ես ավելին ճանաչես Աստծուն, ավելի շատ կարդա Սուրբ Գիրքը։ Երբ գալիս է դժվարություն, միանգամից կարդացածդ խոսքը ներսիցդ ասում է. Աստված հավատարիմ է, խոստացել է, քեզ չի թողնի։ Իմ կյանքից պատմեմ, ես երբ COVID-ով հիվանդացա, շնչայից վիճակում ինձ տարան հիվանդանոց, թթվածին միացրեցին, որ վերականգնվի ին շնչառությունը, մերին կինս կողս էր, ու երբ որ շնչառությունս վերականգնվավ, մենք եկանք տուն, մերին ասեց ներսիցս աղոթք էր բարձանում, ասեցի ինչ աղոթք, ասում էր Աստված խոստացել է, որ ինձ մենակ չի թողնի, Տեր խոստացել ես, որ ինձ մենակ չթողնես, միայն այդ աղոթքը։ Աստծուն ճանաչում ենք Աստվածաշնչի միջոցով, Աստծո մարդ չդադարես կարդալ Աստծո խոսքը։ Լսել Աստծո խոսքը նշանակում է համաձայնվել Աստծո խոսքին, ապրել այդ խոսքով, որպեսզի ապրես խաղաղ ու հանգիստ կյանքով։ Հիսուսը ասեց. իմ խոսքերը հոգի են և կյանք, որը գրված է Հովհաննես ավետարան 6:63 խոսքում։ Գնա Հիսուսի ոտքերի մոտ, այնտեղ կա կյանքիդ որակը բարելավելու ցանկացած սերմը, պահիր սրտումդ այդ սերմը, աճեցրու և պտղաբեր կլինես։ Հիսուսի մոտ ոչ մի բանի պակասություն չկա, եթե մոտենաս նրան, նա առատությամբ կտա քո պակասը, կլրացնի իր ճոխությամբ, մոտեցիր նրան։ Եվ կարդում ենք սերմնացանի առակը, տեսնում ենք, որ սերմեր կար տարբեր տեղեր ընկավ։ Սերմ կար, որ ընկավ փշերի մեջ, այդ փշերը խեղտեցին այդ սերմին։ Սերմ կար, որ ընկավ ճանապարհի վրա, թռչունները եկան և կերան։ Սերմեր կար, որ ընկավ պարարտ հողի մեջ և առատ բերք տվեց։ Օրինակ, կան վարորդներ, որոնք ավտոմեքենայից եկող ձայներին ուշադիր չեն ելնում և շատ ժամանակ ճանապարհին են մնում, բայց կան վարորդներ, որ ավտոմեքենայի ամեն մի ձայնին ուշադիր են, գիտեն, որ մեզ սարքն է փչացել, անմիջապես տանում են և վերանորոգում են, որ ճանապարհին չմնան։
Հիմա սիրելի քույրս ու եղբայրս, մենք մեր գտնվելու վայրը պետքա վերահսկենք։ Մեր ակաժներին հասած զրույցը պետքա վերահսկենք։ Մեր կարդացած նյութի բովանդակությունը պետքա վերահսկենք, որպեսզի մեր սրտի մեջ սխալ սերմեր չգան ու քանդեն մեր հավատքը։ Ինչքան մարդ գիտենք, որ ուրիշի խոսքը ականջ դնելով աստիճանաբար հեռացան եկեղեցուց, թողեցին իրանց հոգևոր կյանքը։ Քնիր քո սիրտը, տես որտեղ ապաշխարելու տեղ ունես, փոխվելու կարիք կա, փոխվիր։ Աստված կանչել է քեզ, պետք է յուրաքանչյուրս լսենք Աստծո խոսքը, որպեսզի մեր ներսում ծնվի, աճի ու մեծանա այն հավատքը, որը հաղթում է այս աշխարհին, որը գրված է առաջին Հովհաննու 5:4 խոսքում։ Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ, Տերը լցնի ձեր սիրտը իր խոսքով։ Ամեն։